Այսօր պիտի հասկանանք, մենք պետք է հասկանանք ինչ է ընդհանուր մեզ համար անվտանգություն հասկացողությունը։ Պետք է հասկանանք, որ հասարակը մարդու համար անվտանգությունը էդի ապահովելու իր վաղվա օրվա վստահությունը, իր երեխաների, Հայաստանի քաղաքացու, իր երեխաների ապագան, որ կարողանա հաճելի լինի իր համար ապրելը, հաճելի լինի երեխաներ ունենալու, դաստիարակելու, կրթելու եւ երեխաները չեն ուզենա գնան այլ երկիր, որովհետեւ այստեղ ավելի լավ կլինի, անվտանգ կլինի, քան այլ երկրում։ Մեր տարածաշրջանում բոլոր մեր հարևանները գոռում գոչում են, ասում են եղիր ուժեղ, թե չէ մենք քեզ փուլ ենք տալու։ Ու պատրաստ են էդի։ Հայաստանը միակ տարբերակ ունի լինելու ուժեղ։ Մնացած բոլոր պայմանները, որը ասում ենք մենք թույլ լինենք մեզ անպաշտպան լինենք, մենք ավելի անվտանգ կլինենք, չի գործելու ուտոպիա է, ռուսերին ասած ուտոպիա դա, ու չի համապատասխանում այսօրվա մեր տարածաշրջանի գեոպոլիտիկ խնդիրներին։ Ով չի իմանում, որ մեր հարևաններից, թե Ադրբեջանը, թե Թուրքիան, որ Հայաստանը իր ռեսուրսներով, իր բնակչության քանակով չի կարա իրանց համար վտանգ ներկայացնի, բայց մեր դեմ պայքարում են։ Ինչու են պայքարում, որովհետև իրանք հասկանում են, որ հայերը ստեղ դարերով ունեցել են պատմություն, դարերով մշակույթ են ունեցել եւ իզուր չի, որ այսօր իրանք մշակույթի դեմ պայքար են տանում։ Այսի անվտանգության իրանց խնդիրն է, то есть վերացնել մեր մշակույթը, վերացնել մեզ որպես ազգ, մշակութային ազգ։ Սա անվտանգության մեծ խնդիր է մեզ համար։ Վերացնելով մեր մշակույթը, մեր ինքնությունը վերանում է։ Մենք որպես հայ վերանում ենք։ Երկրորդ խնդիրը, որը մեզ համար պրոբլեմա է, անվտանգությունը, որ պիտի կարողանանք ապահովենք, մեր երկրի ներքսի գործերն է, մեր տնային աշխատանքն է, որը մենք պիտի կատարենք։ Մենք պետք է հասկանանք, որ անվտանգությունը, մեկ էլ արդարությունը իրար հետ կապված երկու եղբայրներ են։ Մեկը առանց մյուսի չի կարա գոյատևի, թե արդարությունը, թե անվտանգությունը։ Վերցնենք մի օրինակ, ասենք այս վերջի քննարկումը, որ բանակի վերցրած, որ այդ փողով պետք է ազատվեն բանակին։ Ես չեմ պատկերացնում, որ այն տղեն, որ պետք է կամ չգիտեմ, այն զինվորը, որը պիտի պաշտպանի սահմանը, նեղ պետք է իր կյանքը վտանգի տակ դնի, իսկ մեկը փողով, կաֆեներում նստի ամերիկանո խմի, չգիտեմ, մեկը որն այն կապուչինո եւ այլը, ու սկսի քննարկել, թե այն զինվորը, որ փող չունի, այն տակտիկական ինչ է անում նեղ, սխալ է կռվում, թե լավ է կռվում, ինչու դա չի զոհվում, որ ես դե ապրեմ։ Սա արդար չի։ Այն զինվորը սահմանին չի պայքարելու։ Պրոստը չի պայքարելու։ Թողելու է դուրս գա, որովհետև դա արդար չի։ Պայքարը, արտաքին անվտանգությունը բոլորիս պայքարն է։ Պայքարում է անվտանգության, արտաքին անվտանգության խնդիրները կատարում է պետությունը։ Պետությունը պետք է իր բոլոր ներուժը դնի պայքարելու այդ խնդիրների շուրջ։ Կենտրոնացնի բոլոր իր տնտեսական, ֆինանսական, մարդկային եւ այլ ուժերը խնդիրը լուծելու համար։ Այդ ժամանակ հաջողություն ենք հասնում։ Եթե պետությունը 18-20 տարեկան երեխաներին ուղղում է դեպի սպանդանոց, ինքը հետևից չի օգնում, այդ պետությունը պարտում է։ Դա աքսիոմա է։ Դա բոլորին հասկանալի է։ Դրա համար կա արդարություն ու անվտանգության սկզբունք, պետք է կատարվի։ Ինչ է նշանակում անվտանգությունը։ Ինքը համակարգ է, մեծ համակարգ է։ Ինքը մենակ բանակը չի,
ինքը բոլոր ոլորտները մտնում են այդ անվտանգության խնդիրի հետ։ Եթե համակարգային մոտենում ենք այդ խնդրի շուրջ, մենք կարողանում ենք անվտանգությանը եւ արդարությանը համակարգային մոտենում ենք, մենք կկարողանանք այդ հարցը լուծել։ Ինչ նախանգարում 4 իշխանություն ունենք, ինչ նախանգարում, որ լիարժեք չենք կարող ապահովենք մեր անվտանգությունը։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը բերեմ մի բանի վերաբերյալ։ Մենք դարերից թե տասնամյակներ, չգիտեմ, խորքից գալիս է երկու գաղափար, որը գործում է մեր ժողովրդի մեջ միջև օրս, մեկը եղունգ ունես գլուխդ քորի, որը բերում է նրան, որ կարանք խաբենք, կարանք ստենք, բեր մեր նպատակին հասնենք։ Սա պետք չի բերելու արդարություն։ Երկրորդ գաղափարը որտեղ հացն եկած, սա բերում է միգրացիայի։ Սա բերում է, որ ուրիշ երկրները, որը տանջվել են, սարքել են իրանց համար հաճելի պետություն, մենք գնանք վայելենք հետ։ Ու սա լավ օրի չի բերելու։ Սա միշտ պակասելու է, բնակչությունը պակասելու է, իսկ բնակչությունը անվտանգության կարևոր բաղադրիչն է, բնակչության քանակը։ Սա համար լուծում կա արդյոք այս հարցերի։ Այո, կա։ Ոնց կարանք լուծենք, երևի մի քիչ հետո արդեն, եթե անհրաժեշտ լինի, կխոսենք լուծումների վերաբերյալ, ոնց այդ հասնենք դրա լուծումների։ Այսքանը էլի, եթե կա, մենք պետք է անվտանգության ախտորոշումը, մեր վիճակի ախտորոշումը ճիշտ գնահատենք։ Եթե մենք ճիշտ գնահատենք, մենք լուծումը 50%-ով կունենանք լուծում։ Հիմա սա է խնդիրը, որ մենք ճիշտ գնահատենք մեր իրավիճակը ու որոշումները կայացնելուց հետևանքների մասին մտածենք։ Ոչ թե փորձենք, ասենք, փողով ազատենք, հետո կտեսնենք, էլ ժողովուրդ կբողոքեն, կփոխենք, չէ, ուրեմն ժողովուրդը համաձայն է։ Սա լուծում չի, սա լավ բանի կարող է չբերի։ Դրա համար եմ ասում, կլինի հարցեր լուծումների վերաբերյալ, կխոսանք եւ լուծումների վերաբերյալ։ Հələ այսքան